Բարև ձեզ։ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանության ենթարկված արցախցիների վերաբնակեցումը Հայաստանում ցավոտ գործընթացների միջով է անցնում։ Դրա պատճառները սոցիալական են, մշակութային թե քաղաքական։ Այս թեմայի շուրջ այսօր տաղավարում զրուցելու ենք Ռեգիոն վերլուծական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տեկին Բաղդասարյան, կարելի է ասել այնինչ ինտեգրացիոն են բոլոր գործընթացները, որի միջով աշխարհի տարբեր երկրներում անցնում են փախստականները, անցնում են նաև արցախցիները Հայաստանում։ Ես կարծում եմ մեծ տարբերություններ կան, բայց կան նաև նմանություններ։ Նախ ասենք, որ արցախահայության դեպքում, Արցախի մեր հայրենակիցների դեպքում, որոնք տեղահանվել են, բայց ցավոք Հայաստանում դեռ չեն տեղավորվել, շատ տարբերություններ կա այն իմաստով, որ բոլոր այս 30 տարիների եւ ավելի տարիների ընթացքում նրանք շատ մեծ շփումներ են ունեցել Հայաստանի հետ, գնալ գալ, հարմարվել նաեւ հայկական իրողություններին, նույնիսկ ռեգիստրում միասնական ցուցակների մեջ ընդգրկվել, հայկականի նման անձնագրերով երթևեկել արտասահման եւ այլն, մեծականակ այցելություններ ունենալ, երեխաներ այստեղ ուղարկել ուսման կրթություն ստանալու համար եւ այնուհետեւ վերադառնալ Արցախ տարբեր մասնագետներ որպես աշխատելու շփումը շատ մեծ է եղել եւ այդ պատճառով այս իմաստով ես կարծում եմ, որ ինտեգրում բառը շատ թունդ բառ է արցախահայերի համար, քանի որ օրինակ մենք կարող ենք նույն կերպ ասել, որ արաբական երկրներից, ասենք եվրոպական երկրներ փախած տարբեր ձևերով ամենադաժան ճանապարհները հաղթահարած փախստականները նրանք էլ են ըստ էության ինտեգրվում եվրոպական իրականության մեջ, բայց դա ուրիշ կարգի ինտեգրում է, լեզվական տարբերություն, մշակութային տարբերություն, մենթալիտետի տարբերություն եւ այլն, բազմաթիվ տարբերություններ կան։ Մեր դեպքում այս խոչընդոտները չկան։ Եվ հիմա այն, որ դուք ասում եք, որ նրանց տեղավորվելը Հայաստանում շատ բարդ գործընթաց է, այո, դա իրականում ցավոք սրտի այդպես է։ Այո, ինտեգրում բառը թունդ է, ինչպես դուք նշում եք, բայց եթե ավելորդ թունդության է, ուրեմն պիտի գործընթացներն էլ այսքան ցավոտ չլինեին։ Միգուցե հենց ցավոտ գործընթացներն են մեզ ստիպում ենթադրելու, որ այնուամենայնիվ պատճառը որն է, որովհետև մեզ թվում էր, թե օտարություն պիտի չլինի եւ մշակութային խզվածք պիտի չլինի, թե մշակութային եւ սոցիալական խզվածք իսկապես չկա, օտարություն իսկապես չկա եւ պատճառը այս ցավոտ process-ների բոլորովին այլ հարթությունում է։ Ես կարծում եմ, որ պատճառը ավելի շատ սոցիալական խնդիրների չկարգավորված լինելն է եւ պատճառը քաղաքականացնելն է այս հանրության հետ կապված բոլոր հարցերի, ընդ որում այդ քաղաքականացումը տեղի է ունենում երկու ստեկ եւ երկրի կառավարիչների եւ իշխող ուժի կողմից եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից եւ այս մարդիկ, որոնք որ մեծ տրավմաներից հետո Հայաստանում տեղավորվել են, միգուցե ոմանք մտածում են, որ ժամանակավոր են տեղավորվել, միգուցե մտածում են, որ վերջ այլևս պետք է գտնել հիմնական հանգրվան եւ ի վերջո հանգիստ ապրել, որովհետեւ մենք չենք կարող մոռանալ, որ սա մի հանրության, հայկական հանրության մի հատված է, որը որ տասնամյակներ շարունակ ապրել է պատերազմական գոտում եւ նրանց համար հիմա կարեւոր է ուղղակի հիմնավորվել, տեղավորվել եւ հանգիստ ապագայի համար ինչ որ երաշխիքներ ունենալ։ Սա շատ էական հանգամանք է այս մարդկանց համար։ Ես գիտեմ, որ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ որ մենք մեզանից ոչ ոք չի կարող նույնիսկ 5 օր հետոյի պլանավորում ունենալ եւ վստահ լինել, որ հա ինչ որ ինքը ծրագրել է իրականություն կլինի, որտեղ
շատ հեղուկ է, շատ արագ է ամեն ինչ փոխվում։ Համաշխարհային միջավայր, իրադարձություններ, լարվածություններ, քաղաքական սրացումներ, արտաքին քաղաքական սրացումներ, սահմանում կրակոցներ եւ այլն։ Մենք բոլորս պոստ-տրավմատիկ հոգեբանական սինդրոմի իրավիճակում ենք եւ ամեն ինչ շատ ցավոտ ենք ընկալում։ Եվ այս սուր ընկալումները նաեւ ազդում են նաեւ արցախահայերի վրա եւ նրանց ընկալումների եւ նրանց ընկալումներին վրա։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ սա օբյեկտիվ իրականություն է, բայց այս իրավիճակը շատ ոչ հմտորեն, շատ կոպտորեն, այն կոշկակարի կոպտությամբ հաճախ օգտագործվում են նաեւ քաղաքական ինչ-որ պայքարի, մրցակցության, հակասություններ առաջացնելու այս համատեքստում, որը ես ուղղակի հանցավոր անթույլատրելի եմ համարում եւ հանցավոր գործելավոճ, որովհետեւ մի կողմ թողնենք բոլոր հոգեբանական, անձնական, հուզական գրգռիչները, որոնք որ կապված են այդ մարդկանց հետ, իրենց անցյալի, իրենց կորցրածի հետ կապված զուտ պրագմատիկ տեսանկյունից եթե նայենք, ապա եթե մենք հիմա կարող ենք որևէ բան լուծել ռազմավարական իմաստով արցախահայերի հետ կապված, ոչ մի կերպ պետք է թույլ չտալ, որպեսզի նրանք, ինչպես 90-ականների թվականների առաջին հոսքը Ադրբեջանում բնակվող հայերի ծրվեց ամբողջ աշխարհով մեկ եւ տարալուծեց, որովհետեւ չկարողացան տարբեր պատճառներով տեղավորել այդ մարդկանց, արժանապատվորեն, ապահովել նրանց կյանքը, գոնե այն մակարդակով, ինչ մակարդակով, որ Հայաստանի հիմնական բնակչությունը, դուք հիշում եք, մենք բոլորս շատ վատ էինք ապրում, բայց նրանք ել ավելի վատ պայմաններում էին ապրում, որտեղ լեզվական խոչընդոտներ կային, Բաքվի, Կիրովաբադի, տարբեր Սումգայիթի, այլ բնակավայրերի հայերը մեծ մասամբ ռուսախոսներ էին եւ այդ լեզվական խոչընդոտն էր շատ ազդեցություն ունենում եւ շատ էական չէ, բայց այնուամենայնիվ ինչ որ խզվածք էր առաջացնում այն տարիների հասարակական երկու սեգմենտների պայմանական ասենք Հայաստանի բնակչության եւ եկածների միջև Արցախահայերի դեպքում նման բան չկա եւ դա է պատճառը, որ ուղղակի շատ կարևոր նշանակություն ունի, որ մենք հնարավորություն ստեղծենք այդ մարդիկ իսկապես հիմնականում, հիմնավորապես տեղավորվեն Հայաստանում, որտեղ սա ռազմավարական նշանակության տեղավորվեն Հայաստանում, որպեսզի չարտագաղթեն եւ չարտագաղթեն բազմաթիվ տեղավորվեն Հայաստանում, որովհետեւ այսպիսի մտայնություն էլ կա, որ եթե Արցախահայերի իրավունքների պաշտպանության լիարժեք իրավունքների լիարժեք իրացման վերջնական հանգրվանը հավաքական վերադարձն է Արցախ, նաեւ այդ տեսանկյունից, որովհետեւ խնդիրը այն է, որ Արցախ ես օրինակ շատ ռեալիստական եմ նայում եւ ես չեմ կարծում, որ 5 կամ 10 տարի հետո կամ անգամ 15 տարի հետո հնարավոր է Արցախահայերի կոլեկտիվ վերադարձը իրենց պատմական, իրենց ռեալ հայրենիքը, այսինքն այն տարածքը, որտեղ իրենք ապրել են միշտ, բազմաթիվ պատճառներով, որովհետև դրա համար պետք է լինի միջազգային երաշխավոր, որտեղ պետք է փոխվի Ադրբեջանի վերաբերմունքը, որտեղ Հայաստանի դիրքերը պետք է շատ անգամ ամրապնդվեն, որովհետև միջազգային իրավունքը պետք է նորից գերակա լինի մնացած բոլոր ուրեմն փոփոխություններից, այո, այն ինչ որ մենք վերջին 2-3 ամիսների ընթացքում ենք տեսնում, ընդհանրապես այդ դիսկուրսի փոփոխությունը միջազգային իրավունքի նկատմամբ, վերաբերմունքը միջազգային իրավունքի նկատմամբ, ուժի իրավունքի, այլ ոչ թե իրավունքի, ուրեմն հարաբերությունների փոփոխությունը, բոլոր այս հանգամանքները պետք է հնարավորություն ստեղծեն, միայն այս դեպքում հնարավոր է նրանց վերադարձը։ Չի կարող այնպես լինել, ինչպես ասենք եղավ 20 թվականի պատերազմից հետո, երբ որ
բոլորին կազմակերպեցին եւ ավտոբուսներով ուղարկեցին նորից իդ Արցախ բնակության, այդպես չի լինելու այլևս, պետք է լինի շատ ավելի հիմնավոր երաշխիքներ պետք է լինեն այդ մարդկանց համար, որովհետև ըստ էության սպառնալիքների մեջ ապրելը, նրանք այն ժամանակ սպառնալիքների մեջ ապրում են, որովհետև դա իրենց տունն էր եւ նրանք ամուր կանգնած էին իրենց հողի վրա եւ ինքնապաշտպանական ունեին հնարավորություններ։ Ֆիասկոից հետո նրանք պետք է ունենան շատ ուժեղ երաշխավորի ինստիտուտ իրենց թիկունքում եւ նաեւ դատավորներ, ասում են չէ ովքեր են դատավորները, նաեւ դատավորներ այո միջազգային իրավունքի տեսանկյունից եւ նաեւ Ադրբեջանի, ասենք, այսպես ասենք, ցինիկ այս վարքի, քաղաքականության, անպատժելիության զգացողության մինիմալի հասցրած այդ բանը պետք է ունենա Ադրբեջանը, որպեսզի հնարավոր լինի նրանց վերադարձը։ Սա ռազմավարական նշանակություն ունի նաեւ այն պատճառով, դե լսել եք երևի շատ են ասում դեմոգրաֆիական նշանակության եւ այլն, բայց ես կարծում եմ, որ արցախցիների Հայաստանում մնալը այո, արցախցիների Հայաստանում մնալը նաև դեմոգրաֆիական նշանակություն ունի, բազմաթիվ ուրիշ խնդիրներ, նրանք շատ աշխատասեր մարդիկ են, որքան էլ որ ասենք սոցիալական ցանցերում տարբեր մարդիկ գրում են, թե սովոր չեն աշխատելու, դրանց չեն, մեր հաշվին են ապրել, հերիք է մենք նրանց պահենք, այս բոլորը ուղղակի պատվիրված կամ առանձին մարդկանց ժողովրդի իրական վերաբերմունքն է։ Ես չեմ կարող միանշանակ ասել նման բան, բայց այն, որ շատերը այլ կերպ են մտածում, դա փաստ է։ Ուղղակի գիտեք սոցիալական հարթակներում արտահայտված այդ կարծիքները ես կարծում եմ, որ որոշ մարդկանց ուղղակի առանձին, եթե իրական օգտատերերի կողմից են ասված, որոշ մարդկանց առանձին կարծիքներ են, որոնք իրենց իսկապես կարծիքներն էին, նույնիսկ պատերազմի ժամանակ առաջին, եթե դուք հիշում եք, ինձ հաճախ մեղադրում են այն բանի մեջ, որ ես շատ եմ հղումներ անում 90-ականների տարիներին, բայց մենք պետք է ոչինչ չմոռանանք եւ այդ փոփոխությունները նաեւ հաշվի առնենք, այն տարիներին էլ մարդիկ իրենց երեխաներին նկուղներում էին պահում, որպեսզի չգնան, բանակ չուղարկեն, պատերազմ չուղարկեն եւ այլն եւ այլն։ Ես հիշում եմ նման օրինակներ։ Պատերազմի հանգամանքներ, ռազմական գործողության, ոչ թե տեղանքը, Արցախն է թե այլ։ Այսօր շատ հաճախ նենգափոխվում է թեման Արցախի դժվար եւ ավելորդ լինելու նկատառման տակ, բայց դա նորմալ չէ համարում, որ ցանկացած ռազմական, պատերազմական կոնֆլիկտային գոտում ծառայության մեկնելը պիտի նկատվեր անցանկալի, քան ցանկալի եւ դա որևէ կապ չունի արցախցիների ու Արցախի հետ։ Այո, եւ ինչ որ չափով նաեւ ինչ որ չափաբաժնում թույլատրելի մեզանում օրինակ նույն Ուկրաինայի օրինակը եթե վերցնում ենք, ապա ճիշտ է հարաբերակցությունը էական է, բայց շատ միլիոնավոր մարդիկ են հենց առաջին իսկ ռմբահարությունների ժամանակ թողել եւ հեռացել երկրից, դա մարդկանց անձնական ընտրության բանն է, ի վերջո Հայաստանից էլ առաջին մեծ արտագաղթի հոսքը եղել է 90-ականների սկզբից, երբ որ սկսվեց լայնամասշտաբ պատերազմը։ Եթե դուք հիշում եք, առաջին իշխանություններին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ մեղադրում էին այն բանի մեջ, որ մութ ու ցուրտ տարիներ եւ այդ պատճառով ազգի սերուցքը թողեց եւ հեռացավ երկրից, կարծես թե մնացողները, որոնք պաշտպանում էին Հայաստանը եւ կռվում էին Արցախում, դրանք
ազգի նստվածքներն էին, ոչ թե սերուցքներ, այսպիսի բաներ կան, դիսկուրսներ կան, որոնք որ տարածվում են մարդկանց մեջ, ում քիմքին ինչ որ հարիր է։ Իհարկե, ես չեմ իդեալականացնում Արցախի հայերին, Արցախում բնակված եւ տեղահանված հայության այդ խմբերին, որովհետեւ նրանց մեջ էլ կան բազմաթիվ բազմազանություն։ Բայց արդյոք մենք պիտի գնահատական տանք մարդկային որակներին, թե մենք պիտի երևույթը ընկալենք եւ երևույթին համարժեք քաղաքականություն մշակենք եւ կենսագործենք։ Մենք նախ չունենք այդ իրավունքը մարդկանց գնահատելու, որովհետեւ մենք ինքներս չենք իմանում, թե մենք մեզ ոնց կպահեինք նրանց փոխարեն, եթե ինքներս ապրեինք այդ պատերազմական գոտում։ Մենք պետք է չմոռանանք, որ Արցախահայերը այն հանրույթն են, որոնց մեջ ընտանիքներ չկան, որոնք որ գոնե մեկ զոհ չեն ունեցել 90-ականների թվականներից սկսած մինչև վերջին ուրեմն բախումները մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-20-ը ընտանիքներ կան, որոնք ահավոր ողբերգուց, այո, մի քանի սերունդ զոհեր են, միանգամից մի քանի երիտասարդներ կամ մի ընտանիքից մի քանի հայր, պապ, թոռ եւ այլն կորցրել, եւ այս ուրեմն ողբերգական կորուստները հնարավոր չի հաշվի չառնել, նրանց հոգեկերտվածքը, հոգեբանական վիճակը նաեւ հաշվին նկատի չունենալու համար, եւ միգուցե եթե նույնիսկ նրանք ընդվզում են ինչ որ որոշումների դեմ, օրինակ թեկուս անձնագրեր փոխելու հարցում պետք է շատ ավելի ունակ լինել հասկանալու այդ ամենը։ Ես միգուցե ինչ որ ռոմանտիկ բաներ եմ ասում, իրական քաղաքականության հետ կապ չունեցող բաներ եմ ասում, բայց այդպիսի քայլերն են, որ կարող են մեղմել ընդհանրապես ներհասարակական մթնոլորտը։ Այն ճանապարհը, որով հիմա գնում է, այս ավելի ահագնացող այդ հակասությունները, դրանք հանրային հարթակներ դուրս բերելը, մեկը մյուսին վատաբանելը եւ այլն, սա շատ վատ հեռանկարների առջև կարող է կանգնեցնել մեզ։ Եվ ես կարծում եմ, Հայաստանի Հանրապետությանը։ Այո, եւ ես կարծում եմ, որ դուք ասացիք սրանք սոցիալական են, թե քաղաքական են, թե հոգեբանական են։ Ես կարծում եմ սոցիալական, սոցիալ-տնտեսական հիմքով քաղաքականացված խնդիրներ են, որովհետև եթե օրինակ նախ հաղորդակցությունը շատ վատ է ուրեմն եղել, եթե մարդիկ ստիպված են եղել դուրս գալ փողոց եւ փողոցում փողոքի ցույց անել եւ փողոցում հնչեցնել իրենց պահանջները եւ այդպիսով ավելի մուլտիպլիկացնել իրենց պահանջներն ու իրենց խնդիրները։ Մենք արդյոք շատ ենք տեսել հայաստանյան մեդիայում այն մարդկանց խնդիրների մասին նյութեր, ոչ թե առանձին ընտանիքների պատմություններ, թե ինչ ողբերգությունների միջով են նրանք անցել կամ ինչպես են նրանք, այլ ընդհանրապես որպես հանրության մի հատվածի հետ կապված ընդհանուր խնդիրների մասին շատ ենք արդյոք տեսել նման նյութեր, մենք չենք տեսել, շատ ենք արդյոք տեսել հանրային քննարկումներ այս խնդրի, մենք չենք տեսել։ Ես չգիտեմ հաղորդակցական ինչ խողովակներ են աշխատել կառավարության եւ Արցախի Արցախահայերի այս խմբակցության ներկայացուցիչների միջև եւ ինչից է որ խնդիր է առաջացել որ կառավարությունը պետք է չհաղորդակցվի Արցախահայերի, ասենք, նախկին իշխանավորների հետ, ինչպես իրենք են ասում լեգիտիմ ներկայացուցիչների հետ, այլ պետք է հաղորդակցվի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որովհետեւ իբրև թե կա մտավախություն
հնարավորություն, որ արցախահայերի միջոցով հնարավոր է լինի իշխանությունների դեմ պայքար եւ այլն, նույնիսկ լրագրողներ կան, որոնք իրենց հարցազրույցներում այդ հարցն են տալիս Արցախի ներկայացուցիչներին, մենք տեսանք, որ ձեզ ուզում են օգտագործել որպես ընդդիմադիր ուժ իշխանությունների դեմ կամ Հայաստանի պետականության դեմ, սա հանցավոր ընդհանրապես ձևակերպումներ եմ ես համարում եւ չի կարելի հարցը հասցնել այս աստիճան սրացման եւ ես կարծում եմ, որ ուղղակի պարզ նստել եւ զրուցել եւ հասկանալը ինչու մարդիկ չեն կարողանում անել դա կամ ինչու չեն ուզում, ինչ մտավախություններ կան, մի շարք ուրեմն հակասություններից, բանավեճերից, բախումներից վերբալ հետո միայն հստակ արտաբերվեց այն հայտարարությունը իշխանությունների կողմից, որ օրինակ անձնագրերի փոփոխությունը բացարձակ չի ազդելու նրանց իրավունքների վրա ապագայում, այսինքն եթե դու դառնում ես ՀՀ քաղաքացի, դա չի նշանակում, որ դու հետո կորցնելու ես Արցախ վերադառնալու իրավունքից կամ օրինակ քո կորցրած գույքը կոմպենսացնելու հնարավորությունը կորցնելու ես, մենք 115 տարի առաջ հայությունը իր ունեցվածքը կորցրել է Օսմանյան կայսրությունում, Արևմտյան Հայաստանում եւ մինչեւ հիմա կոմպենսացման մասին խոսք չկա։ Կար ինչ-որ մի փուլ, եթե հիշում եք, չեմ հիշում արդեն քանի տարի առաջ, երբ որ 10-ից ավելի։ Այո, որ երբ որ մարդիկ ինչ-որ փաստաթղթեր, տատիկ պապիկների հին սունդուկներից գտնում էին այդ սեփականության թղթերը եւ դրանով կարողանում են ինչ-որ կոմպենսացիոն ստանալ, երբ որ ասում են պատմական գենետիկ հիշողություն, սրա մասին է խոսքը, ինչու մենք չենք խոսում, ինչու մենք չենք կարծում, որ արցախահայերի մեջ էլ կարող է նման մտավախություն լինել, որ եթե նրանք ստանում են ՀՀ անձնագրեր, ապա նրանք կորցնելու են այլևս իտուն վերադառնալու կամ ինչ-որ իրավունքներ ունենալու հնարավորությունից։ Ինչու է ընդհանրապես այսքան վատ եղել հաղորդակցությունը այս հանրության, այս խմբի հետ, ես կարծում եմ, որ բազմաթիվ կան խնդիրներ, Արցախի ներկայացուցիչները շատ ավելի լավ են ներկայացնում, բազմաթիվ խնդիրներ կան, մանր խնդիրներ, որոնք հետո մեծ խնդիրներ են դառնում, դա նրանից է, որ չի մտածված եղել այդ ծրագիրը, թեկուզ օրինակ բնակարաններով ապահովելու ծրագիրը, բազմաթիվ խնդիրների հետ են հիմա բախվում նրանք, սոցցանցերում գրում են 20 միլիոն օրինակ 4 հոգանոց ընտանիքը կարող է ստանալ 20 միլիոն ՀՀ դրամ, միթե նրանք չեն կարող բնակարաններ գտնել եւ այլն, սա պետք է համալիր ընդհանրապես լուծվի այս խնդիրը։ Տիկին Բաղդասարյան, խնդիրը ոչ միայն մարդկանց տներով ապահովելն է, այլև նրանց բոլոր հնարավոր պայմանները ապահովել է, աշխատատեղեր, եթե նրանք չեն կարող զբաղվել հողագործությամբ եւ այլն եւ այլն։ Եթե մենք դա համեմատում ենք օրինակ փախստականների առաջին հոսքի հետ, դուք գիտեք, որ բազմաթիվ հայեր Ադրբեջանից քաղաքաբնակները ստիպված էին բնակվել օրինակ գյուղական բնակավայրերում, որովհետև փոխանակում էր տեղի ունեցել, ադրբեջանցիները, որոնք հիմնականում գյուղական վայրերում էին ապրում, նրանք գնացել են Բաքու, սովորել են քաղաքում ապրելու ուրեմն բոլոր բաներին, վայելքներին եւ իմիջիալոց դա էլ մեծ սրացում էր առաջացրել ադրբեջանական հանրության եւ այսպես կոչված երազների միջև երազներ ասում էին Հայաստանից մեկնած ադրբեջանցիներին երևանյան երևանցի ադրբեջանցի, երևանյան ադրբեջանցիներ եւ նրանց մեջ էլ կար շատ մեծ հոսք դեպի Ռուսաստան
պատերազմից հետո, որովհետև նրանք էլ չէին տեղավորվել, նրանց հիմնական մասին տեղավորել էին վրաններում, մենք լավ է, որ մերոնց վրաններում չենք տեղավորել, թեկուզ եւ չնայած որ ճիշտ կլիներ, որ մենք ունենայինք սոցիալական բնակավայրեր, սոցիալական կոմպլեքսներ, բնակության եւ այլն, որտեղ հնարավոր կլիներ մարդկանց տեղավորել։ Ընդհանրապես Հայաստանի նման երկիրը դա մեծ ճոխություն է, որը չունենալ ոչ ռմբակոծությունների ժամանակ պատասպարվելու տեղեր, չունենալ սոցիալական թեկուզ ավաններ, բնակության համար շենքեր եւ այլն եւ այլն։ Սիրիայի առաջին բաների ժամանակ սիրիահայերի մենք իրենց էլ կորցրեցինք, որովհետեւ մենք չգիտեինք ինչպես նրանց տեղավորել, որտեղ տեղավորել եւ այլն։ Բազմաթիվ են այս խնդիրները։ Այո, իհարկե, որպես Հայաստանում վերաբնակվելու, տեղավորվելու այլ տեղից եկած հայեր ընդհանրություններ կարելի է տանել եւ սիրիահայերի եւ արցախյան առաջին պատերազմից հետո եկած մեր հայրենակիցների եւ հետագա բոլոր տարբեր տարիների, բայց միևնույն է նաեւ տարբերությունը էական է այն իմաստով, որ արցախահայերն այսօր պարզ պատերազմական գոտուց կամ ցավոք սրտի պարզապես ցեղասպանությունից փախած եկած եւ տեղավորվելու խնդիր ունեցող հանրույթ չեն։ Նրանք իրավունքների իրենց պատմաքաղաքական իրավունքների ոտնահարման զգացողություն ունեն եւ շատ օբյեկտիվ։ Ես ասեմ, որ առաջին հոսքի փաստականներն էլ ունեին այդ միգուցե դա է, որ տպավորությունն է ստեղծում, որ նրանց հանգամանքը քաղաքականացվում է, բայց եկեք չմոռանանք, որ Արցախի հարցը դա քաղաքական հարց է, եւ այն հանգամանքը, որ այսօր Արցախում հայեր չեն ապրում եւ ստիպված են տեղավորվել Հայաստանում արցախահայերը, այդ քաղաքական հարցի ձախողման հետևանք է։ Այո, միանշանակ չի կարելի դա ինչպես է հնարավոր Արցախահայերի հարցը չլինի քաղաքական հարց, երբ որ դրա բնույթը, էությունը քաղաքական է։ Միանշանակ այդպես է, եւ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան այս հակամարտությունն է Արցախի առանցքով ստեղծվել եւ ծավալվել հետո ավելի խորացել եւ տարածվել։ Եվ հիմա էլ փորձ է արվում Արցախի հարցի փակման միջոցով այդ հակամարտությունը վերածել խաղաղության հարաբերությունների։ Տպավորությունն է, որ քաղաքական վերնախավերը այնքան են ուզում Արցախի հարցը տեսնել կարգավորված, հաճախ դրա մասին կրկնում են կարծես թե դա իսկապես այդպես է, եթե շատ են կրկնում այդ մասին, բայց արցախցիների գոյությունը այստեղ արդեն հավաստումն է այն փաստի, որ այսինքն հարկադրված տեղափոխումը Հայաստան արդեն հավաստումն է այն փաստի, որ Արցախի հարցը կարգավորված չէ, լուծված չէ եւ բնականաբար փակված չէ, որովհետև իրավունքների հարց կա, այստեղ սոցիալական կամ հոգեբանական հարցեր չեն։ Իհարկե, ես մի անգամ միանշանակ համաձայն եմ, դա նախ եւ առաջ իրավունքների հետ կապված հարց է, բայց օրինակ մենք խոսում էինք առաջին ալիքի փախստականների մասին։ Նրանք էլ ունեին իրավունքներ, եւ նրանց իրավունքները այսօր, եթե մենք կարողանայինք նրանց Հայաստանում պահել կոմպակտ ուրեմն ձևով եւ հետո ստիպված չլինեինք նրանց փնտրել աշխարհի տարբեր ծիրերում Ռուսաստանի, Սիբիրներից եւ այլն յետ բերել, այսօր մենք ավելի միգուցե ավելի բարձրաձայն կկարողանայինք հակադրել Ադրբեջանի այն թեզին, որ որպեսզի Արցախահայերը հնարավորություն ունենան վերադառնան իրենց քաղաքական նշանակության ուրեմն տարածքը, մենք չմոռանանք Արցախը դա պարզապես կոմպակտ բնակության վայր չէր հայկական, դա քաղաքական տար էր, քաղաքական միավոր էր,
Ադրբեջանի կազմում, եթե այդպես չլիներ, եթե Արցախի հայկականությունը ինչ որ կասկածի տակ վերցվեր, Ստալինը միանգամից ուղղակի կլուծարեր եւ կվերացներ այդ այսպես կոչված ինքնավար մարզը։ Ինչու ոչ ոք իրեն հարց չի տվել, միթե ինչու է ընդհանրապես լղիմը որպես լղիմ մնացել եւ այդպես էլ շարունակ եղել է մինչեւ 90-ականներին Բաքվի ղեկավարները չլուծարեցին նաեւ բանը այս կարգավիճակը։ Դուք գիտեք, առաջին պատերազմի ժամանակ նրանք հայտարարեցին, որ լուծարում են այս կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի։ Եվ եթե օրինակ նրանք այդ իրավունքները հիմա ես չգիտեմ դա ոնց պետք է ընդհանրապես հակադրել, եթե ընդհանրապես այսօր խոսում են այն մասին, որ Հայաստանից 80-ականների 90-ականների սկզբներին գնացած ադրբեջանցիների իրավունքների հետ են հավասարակշռում։ Դա շատ սխալ թեզ է, դա ընդհանրապես անհամատեղելի բաներ են, որովհետև արցախահայերը ապրել են քաղաքական միավոր իրենց տարածքում, իսկ եթե նրանք համեմատության հավասարակշռության իրավունքների մասին է խոսքը, պետք է հավասարակշռել Բաքվի Ադրբեջանի տարբեր քաղաքներից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս գտնվող բնակավայրերից Հայաստան եկած, այնուհետև ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի իրավունքների մասին։ Իհարկե, սա իրավական խնդիր է եւ ես կարծում եմ, որ այս իրավական խնդիրը պետք է շատ հետեւողականորեն միշտ բանի վրա պահել, հարթակի վրա պահել եւ հիշեցնել։ Ադրբեջանը ամեն ինչ արել է անցած 30 տարիների ընթացքում, որպեսզի հնչեցնի Ղարաբաղից գնացած ադրբեջանցիների իրավունքների մասին։ Եթե հիշում եք, բանակցությունների ժամանակ բազմաթիվ փորձեր են արվել հավասարեցնել Ղարաբաղի, Արցախի հայ բնակչության եւ ադրբեջանցի բնակչության իրավունքները դա ներկայացնում էին որպես իբրև թե ներհամայնքային, միջհամայնքային հակամարտություն։ Եվ անգամ փորձեր են արվել տարբեր բանակցային ռաունդներում իրենց հետ վերցնել Ղարաբաղի ադրբեջանցի ներկայացուցիչներին եւ միշտ են նրանք այս թեման տակ պահել ընդհանրապես, իսկ մենք հիմա ես կարծում եմ, որ այս քաղաքականությունը եթե շարունակվի, լինելու է մեծագույն հիասթափություն, Արցախահայերը եթե չկարողանան տեղավորվել, աշխատանք ունենալ, աշխատել եւ այլն, ուղղակի ամեն մեկը իր գլխի ճառն է փորձելու տեսնել, ինչպես առաջին հոսանքի հետ էր, ինչ փախստականների եւ նրանք այո կորցնելու են իրենց իրավունքների համար եւ պայքարելու հնարավորությունը եւ Հայաստանն էլ զրկվելու է այսօր ամենաազդեցիկ գործիքից, ամենաազդեցիկ հնարավորությունից Ադրբեջանին ինչ որ պատասխանատվության կանչելու իմաստով, ինչը տեղի ունեցավ 23 թվականի սեպտեմբերի 19-20-ից հետո, երբ որ ամբողջ հայությունը ուղղակի թողեց եւ դուրս եկավ այնտեղից։ Չմոռանանք, որ նույնիսկ այն ժամանակ Ադրբեջանն էլ էր արցախցիներին ինտեգրում առաջարկում։ Այո։ Ճակատագրական զավեշտ դրա համար եմ ասում, որ ինտեգրում բառը ինձ համար այս դեպքում Հայաստանում ինտեգրում բառը շատ թունդ է եւ շատ ֆորմալ է հնչում, տեղին չէ, ինձ թվում է նրանց տեղավորելը շատ ավելի ճիշտ բառ է։ Գիտեք, եթե այսպես ֆորմալ նմանությունների բանով գնանք, ապա Ադրբեջանում էլ ասում էին քաղաքացիություն ընդունեք, ինտեգրենք եւ այլն։ Ես իհարկե նորից եմ ավելի մեծ սա շատ ֆորմալ նմանություն է եւ չեմ ուզում բացարձակ վերաբերմունքի տեսանկյունից կամ պաշտոնական քաղաքականության տեսանկյունից համեմատություններ անցկացնել Քավլիցի, բայց այնուամենայնիվ նմանություններ այո, ցենց զուտ հնչեղության, բառերի օգտագործման իմաստով շատ սխալ նմանություններ կարող ենք այո զուգահեռներ գտնել։ Մի հետաքրքիր առանց զատորոշում արեցինք մենք այսօր զրույցի մեջ ինտեգրացիա եւ տեղավորելը
եւ եթե փորձենք ավելի որոշակիացնել դրանց տարբերությունը, էական առանձնահատկությունը տեղավորելու, ապա հավանաբար պիտի առանձնացնենք արժանապատիվ կեցության հարցը։ Իսկ արժանապատիվ կեցությունը գիտենք, որ եւ սոցիալական բաղադրիչ ունի, եւ հոգեբանական, եւ բարոյական ու իրավական, այսինքն եթե տարանջատենք սրանք իրարից, մենք կստանանք իրավունքներ, ոտնահարված իրավունքներով սոցիալապես բարեկեցիկ հասարակություն կամ հակառակը, եւ որը փաստորեն չի լինի լիարժեք կյանք, լիարժեք տեղավորում, եթե չասենք ինտեգրում, ապա լիարժեք տեղավորում, այնպես որ այդ իրավունքները եւ իրավաքաղաքական հարթությունը անտարանջատելի է սոցիալականից, իսկ մշակութային մենք ինչպես արձանագրեցինք, կարելի ասել, որ առանձնապես չկա այլ տարբերություն բաժանում, որ համադրելու խնդիր լինի։ Եթե համեմատություն անենք, ապա մենք կարող ենք համեմատել օրինակ շիրակցիների եւ օրինակ լորեցիների միջև շրջանների նմանությունն ու տարբերությունը նույնն էլ արցախահայերի եւ Հայաստանի մնացած ցանկացած էթնո ենթախմբերի համեմատությունը այստեղ մեծ խզվածներ չկան եւ չէին էլ կարող լինել։ Շնորհակալ եմ զրույցի եւ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն էր, քննարկումները կշարունակվեն, ամենայն բարիք։